Ամանորյա եռուզեռի մեջ հարց ենք տալիս, արդյոք կան քայլեր, որոնց հետևելով կարող են գալիք տարում հաջողություն, բարեկեցություն եւ ներդաշնակություն ունենալ։ Պատասխանը ստանալու համար զրուցեցինք աստղահոգեբանի հետ, ով խորհուրդ տվեց մինչև դեկտեմբերի 31-ի 13-րդ լուսնային օրվա առաջին կեսը ավարտել սկսած գործերը՝ առևտուր, տարատեսակ շփումներ։ Շատ համապատասխան ժամանակահատված է գեղեցկության սրահ այցելելու, գեղեցիկ հագվածքի, գեղեցիկ սանրվածքի նոր տարվա սեղանի խորհրդանիշը համարվում է նուռը, մեր հայկական տոնականը, ինքը ինչի համար, քանի որ յուրաքանչյուր մարդ երբ վերցնում էր նուռը, կիսում էր եւ նայում էր նուռի մեջ, տեսնում էր ինչքան ինքը պտղատու է, ինչ գույնի է, ու դա համարում է իր տարվա սիմվոլը, այսպես ասած, ինչքան բարիություն, ինչքան պտուղներ կարող էր ունենալ։ Մինչև կեսգիշեր խորհուրդ չի տրվում օգտագործել ոգելից խմիչք, սակայն չկա որևէ սահմանափակում ուտելիքի հետ կապված։ Հակառակը պետք է սնվել համեղ եւ բազմատեսակ։ Իսկ նոր տարվա առաջին օրը դրական ազդեցություն կարող են ունենալ ջրային միջամտությունները։ Հավակնությունների հարցում էլ պետք է լինել ավելի զուսպ եւ հավասարակշռված։ Ընդհանուր առմամբ տարին շատ ակտիվ է, նախաձեռնող է, կարող է լինել համարձակ, ավելի ցանկանում եմ բոլորին ուրախ տրամադրություն, ուրախ բարի տարի, միմյանց հետ լինեն շատ համերաշխ, ընդառաջող եւ բարեցակամ։ Հատուկ խորհուրդներ կան նաև միջավայրի ձևավորման համար։ Զարդարանքը նույնպես հաջողություն գրավելու հարցում դեր ունի։ Ձևավորումները նախընտրելի է կատարել ավելի նուրբ երանգների մեջ, ավելի բնական նյութերով, առանց ավելորդ ծանրաբեռնվածության։ Կարելի է օգտագործել բնական երանգներ, ավազագույն, կարամելագույն, հենց այս գույների մեջ էլ կարելի է ձևավորել տոնածառը, սակայն մենք դիզայներներս խորհուրդ ենք տալիս, որ ավելի տոնական տրամադրություն ստեղծելու համար կարող ենք օգտագործել մի փոքր շեշտադրող գույներ, օրինակ կարմիր, բորդո, կապույտ։ Տոնածառի տակ խորհուրդ է տրվում նվերների տուփեր դնել, յուրաքանչյուրում քաղցրավենիք, ընդեղեն, գինուշիշ, սա կնպաստի առատ տարի ունենալուն։ Գերադասելի են բնական հումքից պատրաստված զարդարանքը, եղևնու կոներ։ Հագուստի հետ կապված ամանորի գիշերը խորհուրդ է տրվում ընտրել ավելի էներգիայով լի ակտիվ գույներ, օրինակ կարմիրը, արծաթագույնը, ոսկեգույնը, որոնք համարվում են հաջողության, դրական էներգիայի խորհրդանիշ։ Առիթից օգտվելով ցանկանում եմ շնորհավորել բոլորիս գալիք ամանորի եւ Սուրբ Ծնունդը, թողած 2026 թվականը լինի հաջողության, առողջության եւ խաղաղության տարի։ Գալիք տարում կարևոր է գործել ազնիվ եւ բաց, խուսափել հապճեպ որոշումներից, քանի որ տարվա էներգիան ուժեղ է եւ պահանջում է ներքին կարգապահություն։ Խորհուրդ է տրվում զարգացնել մասնագիտական հմտությունները, ուշադրություն դարձնել առողջ ապրելակերպին եւ թող հրեձի ու ուժեղ էներգիան դառնա հաջողության, բարեկեցության եւ անձնական առաջընթացի աղբյուր։ Անի Գրիգորյան, Ալեն Ցատրյան, Սյունիք լուրեր։